Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այս բան ես զրուցելու եմ վերլուծաբան Գագիկ Ասատրյանի հետ, շնորհակալ եմ պարոն Ասատրյան մեր հավերն ընդունելու համար։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ կան ծավալուն նախաբան ելույթ կար առաջարկներով, հա, հետո հարցերին բավական հետաքրքիր պատասխաններ հնչեցին եւ նաեւ հետաքրքիր էր օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների վերաբերյալ իր առաջարկը։ Դուք որ հետևել եք ասուլիսին, արձագանքներին, ինչ կառանձնացնեք այդ 3-4 կետ, որոնք կարևոր էին, որ պետք է քննարկել։ Միանշանակ լավ մեծ ուրեմն ռեզոնանս տվեց այդ ասուլիսը, թե ներքին հասարակական հետաքրքրությունների ասպեկտում, թե արտաքին քաղաքական, որովհետև դուք կհիշեք, որ կոպիտ ասած on-line ռեժիմով Բայրամովն ու Ալիևը արձագանքում էին երկրորդ նախագահի ուրեմն գեոքաղաքական պատկերացումներին, մասնավորապես այդ Տխրահռչակ Զանգեզուրյան միջանցքի հետ կապված։ Ինչ վերաբերվում է բուն ասելիքին եւ նամանավանդ նախաբանին, ապա ես կրկին անգամ տեսա Քոչարյանին հատուկ ուրեմն քաղաքական պրագմատիզմը եւ արտաքին քաղաքականությունից եւ գեոքաղաքականությունից ամբողջապես հասկանալու ուրեմն իրականությունը իրեն հատուկ կերպով ուրեմն երկրորդ նախագահ աշխարհաքաղաքական բևեռների համար եւ գումարած դրան Հայաստանի համար առաջարկեց բոլորի կողմից ընդունելի այն միակ լուծումը, որի հետ զուգահեռաբար Հայաստանը կշահեր ամենաշատը, հնարավորինս ամենաշատը։ Ինչ մեսիջ էր ուրեմն հղում Ամերիկային, այսպես գեոքաղաքական բևեռներից ուրեմն խոսենք, ինչ մեսիջ էր հղում Ամերիկային երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը ուրեմն Ամերիկային մղում էր այն մեսիջը, որ կոպիտ ասած 42 կիլոմետրանոց միջանցքը այնքան էլ Ամերիկայի մասշտաբների ուրեմն միջանցք չէ, ես առաջարկում եմ դրա մի քանի անգամ ավելի երկարը։ Ես մեծացնում եմ Ամերիկայի ուրեմն հետաքրքրությունները տարածաշրջանում եւ ես ցուցաբերում եմ նախաձեռնողականություն։ Այսինքն, եթե ձեզ թվում է ես պետք է մի կողմ քաշվեմ կամ ամեն ինչ անեմ, որպեսզի դա կյանքի չկոչվի, ընդհակառակը ես դա ավելի եմ մտցնում հետաքրքրությունների շրջանակն ավելի եմ մեծացնում եւ կոպիտ ասած ամերիկյան հետաքրքրությունների տիրույթը ոչ միայն սահմանափակվում է այդ 42 կիլոմետրով, այլ արդեն Նախիջևան, Ջուլֆա, Երկաթգիծ եւ այլն, սա մեկ։ Երկրորդ ուրեմն աշխարհաքաղաքական բևեռը Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ունի շատ մեծ հետաքրքրություններ ռեգիոնում եւ երկրորդ նախագահի ուրեմն հարաբերությունները հաշվի առնելով եւ իր ընկալելի կերպարը հաշվի առնելով ռուսական ուրեմն իշխանությունների կողմից, ապա այստեղ միանշանակ է, որ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր ուրեմն այս նախաձեռնության մեջ գտել են նաև ռուսական հետաքրքրությունների եւ ռուսական շահի ուրեմն ֆակտորն է նաև այստեղ գտե։ Երրորդը անդրադառնանք Իրանին, այստեղ էլ արդեն անմիջապես Իրանի կոկորդին կոպիտ ասած կերակրափողն է հանդիսանում Իրանի, ուրեմն շնչափողն է հանդիսանում մեղրին, եթե այդ շնչափողից դու բռնես եւ սեղմես, Իրանը շնչահեղձ կլինի։ Եվ կոպիտ ասած այդ ռիսկերը ուրեմն Ռոբերտ Քոչարյանը նվազեցնում է, ուրեմն արևմուտքը դարձնելով ավելի շատ հյուսիս-հարավ, ինչ որ արդեն մեծ մասամբ գոյություն ունի, կամ ուրեմն հյուսիս-հարավ ավտոճանապարհի շրջանակներում արդեն նախատեսված է դրա շինարարությունը։ Եվ ինչ վերաբերում է վերջապես Հայաստանին եւ Ադրբեջանին, Հայաստանը ստանում է
տոտալ կոնտրոլ ուրեմն վերահսկողություն այն հատվածի վրա, որը անցնում է Հայաստանի տարածքով, որովհետև երաշխավորում է շինարարությունը Հայաստանը, եւ նախագահը հստակ ցույց տվեց, որ այդ ճանապարհի շինարարությունը այդքան էլ ահռելի եւ ահասարցուր թվերի հետ կապված չէ եւ Հայաստանը ունակ է եւ իզորու է, որպիսի ինքը կառուցի, ինքն էլ վերահսկի, միևնույն ժամանակ չարխամարելով այս կամ այն գերտերությունների շահերն ու հետաքրքրությունները։ Սա Հայաստանի մասով, իսկ Ադրբեջանին արդեն շախմատային տերմինով ասած ցուկցվանգի, ուրեմն այսպես մոտիվներ էր արդեն առաջանալու, եթե Ադրբեջանը չհամաձայնվեր սրան, դա կնշանակեր դու հետքայլ ես անում նախաձեռնողական եւ մեծ պոտենցիալ ունեցող ծրագրից, իսկ եթե համաձայնվում ես, դու արդեն համաձայնվում ես այն իրավիճակին, երբ որ Հայաստանը այդ ամենից քաղելու է առավելագույն։ Դա իդեալական պայմաններն են։ Իդեալական իրավիճակում այդպես կստացվեր, բայց արդյոք դրա հնարավորությունը կա։ Արդյոք դրա հնարավորությունը կա թե չէ, այդ ամենի մասին նույնպես եկող նախագահը նշեց, եւ եթե հրաժարվող կողմ պետք է լինի այդ ուրեմն նախաձեռնողական փաթեթից, ապա հրաժարվող կողմը ամենամեծ հավանականությունն այն է, որ լինելու է Ադրբեջանը։ Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվեր իր ուրեմն այդ լուծման փաթեթից, դա կնշանակի, որ Զանգեզուրի Միչանսկի ճակերտավոր խնդիրը անժամկետ կհետաձգվեր եւ Հայաստանը հնարավորություն կունենար ավելի շատ մանևրելու։ Ադրբեջանը կարող էր ասել, մենք այս 42 կիլոմետրանոց ճանապարհի վերաբերյալ արդեն ունենք պայմանավորվածություն։ Եկեք սա կյանքի կոչենք, Հայաստանի առաջարկը քննարկենք։ Ի վերջո Ադրբեջանում էլ չէ, Նիկոլ Փաշինյանը չի նստած։ Այո, Այնտեղ էլ դիվանագիտություն խաղացողներ կան, պիտի գործի դրնեին, թե սա արդեն պետքա դիվանագիտական պայքարի տրամաբանություն նստած եւ ասուլիսն Նիկոլ Փաշինյանը չէր տալիս։ Դրա համար եմ ասում, հիմա այս կողմից դիվանագիտական խաղ է բացվում, Հայաստանի համար հնարավորություն է բացվում, բայց այն կողմից էլ կոպիտ ասած իշավոտնուկ չի դրված, այն կողմից էլ պիտի համապատասխան այնպես խաղ։ չէ, որ այս նախաձեռնողականությամբ Ռոբերտ Քոչարյանը Պանդորայի արկղ էր բացում, նա ուղղակի ավելի էր հետաքրքրեցնում եւ կոպիտ ասած գրգռում պետությունների ախորժակը, որ հնարավոր է այդ ամենից ավելին քաղել, միևնույն ժամանակ դուք կհիշեք, որ նա նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ կենսական շահեր չունի։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների կենսական շահերը պետք է սահմանափակվեին X-ով, Զանգեզուրի Միչանսկի պարագայում, XY ենք տալիս։ XY-ն ենք մենք առաջարկում։ Լավ, գանք ներքաղաքական օրակարգի վերաբերյալ իր հայտարարությանը եւ արձագանքներին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը զրոյի ձգտող շանս ունի վերընտրվելու։ Իհարկե սա չի նշանակում, որ զրոյական է, դեռ պիտի հասկանալ դա զրոյի ձգտում է, թե զրոյից վերև կբարձրանա։ Եվ սրան եղավ շատ խիստ արձագանք, խիստ ասեմ, որն է, որ շատ կոշտ, կոպիտ գնահատականներով արձագանք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներից հանրապետական խմբակցության նախկին падգամավոր, ասապես Սամվել Ֆարմանյանը, արձագանքելով այդ զրոյի ձգտող վերընտրվելու հնարավորությունից, ասում է կամ 3 տարբերակ է առաջարկում, կամ Ռոբերտ Քոչարյանը գիտի մի բան, որ մենք չգիտենք, եւ եթե կարճ ներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն իշխանություն է տալու Ռոբերտ Քոչարյանին պայմանավորվածության արդյունքում, երկրորդ կամ բան չի հասկանում հայ ժողովրդից, չի ճանաչում հայ ժողովրդին, եւ երրորդ տարբերակը գիտակցաբար ապակողմնորոշում է, չի ուզացել գրել խափում է, որտեղ գիտակցաբար ապակողմնորոշելը դա է նշանակում, գիտակցաբար ապակողմնորոշում է, գիտի, որ ընդդիմություն է լինելու, հայտնվելու է միայն խորհրդարանում, իր մանդատները վերցնելու համար է այս ամենը անում, ձեր գնահատականները։ Ես ուրեմն արդեն հոգնել եմ գնահատականներ տալուց քաղաքական, կոնկրետ մեղադրանքներ կան։ Քաղաքական մերկություն իր մեջ պարունակող այս գնահատականներին Սամվել Ֆարմանյանը ես այնպես չի, որ շատ ծանոթ եմ իրեն եւ շատ գիտեմ, եթե դուք ասեցիք Միքայել Մինասյանի շրջապատից է, այդ ամեն ինչով արդեն շատ բան է ինձ համար པարզ։ Դա ձեր համար, հանրության համար པարզ չէ։ Վերաբերվում ես գնահատականներին։ Պայմանավորվել է Քոչարյանը Նիկոլի հետ, որ իշխանություն պիտի վերադարձնի, ոչ թե հանձնեն Քոչարյանը։ Ճամփրուկի մեջ երևի, հա, իսկ չի նշել ճամփրուկի մեջ։ Լավ, եկեք անդառնանք հերթով պունկտերով,
ուրեմն ասում է, որ մեջտեղից կանք, ասում է, որ երկրորդ նախագահ հայ ժողովրդին չի ճանաչում։ Այսինքն տանում է Փաշինյանի այն թեզը, որ այն որ իշխանությունը ասում են, որ Ռոբերտ Քոչյանը օտար է։ Մեզնից մեկը չէ։ Երևի երկրորդ նախագահն էր 2018 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարը, որ հայ ժողովրդին չէր ճանաչում, եւ երևի ուրեմն երկրորդ նախագահն էր, որ ասում էր ես թքած ունեմ հայ ժողովրդում կընտրի կամ որքան կընտրի, ինչքան պետք է, այդքան էլ մենք կարող ենք խփել 50-60 էտա էլի։ Եվ այստեղ գիտեք, ես ինչու եմ այլևս խուսափում ես մասի գնահատականներ տալ, որովհետև Հայաստանում ալֆայից մինչև օմեգա, հյուսիսից մինչև հարավ հայ ժողովուրդը արդեն իր կարծիքը ամբողջապես կազմել է, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականին, եւ եթե դու կոպիտ ասած ստիպողաբար ստիպես ժողովրդին ուրեմն մտածել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն իրար հետ ունեն որոշակի կապ, դա միայն ծիծաղ կարող է առաջացնել։ Օմեգա ասելով Միքայել Մինասյանի կուրսընկեր Արարատին նկատի չունի։ Ոչ, բնավ, որովհետև մենք տեսանք, որ երրորդ նախագահը հայտարարեց, որ օմեգա չի եղել, այստեղ կրկին հակասություններ տեսանք, որ մեկն ասում է Արարատ Միրզոյանը գործակալ է եղել, մեկն ասում է չի եղել։ Սամվել Ֆարմանյանին եւ առհասարակ այդ թիմի անդամներին ես խորհուրդ կտամ ուղղակի հեռու մնալ երկրորդ նախագահից, քանի որ իրենք որքան էլ ցանկանում են ազդել երկրորդ նախագահի վարկանիշի վրա, դա հակառակ էֆեկտն է ունենում եւ մարդկանց մոտ վերջապես արդեն նստվածք է տալիս այն իրականությունը, այն ռեալ իրականությունը, որ երկրորդ եւ երրորդ նախագահները բացարձակապես իրար հետ կապ չունեն եւ ոչ միայն չեն գտնվում միևնույն բարիկադում, այլև գտնվում են քաղաքական եւ գեոքաղաքական թշնամական բարիկադներում։ Ասում է գիտակցաբար մոլորեցնում է ժողովրդին։ Դե կարող է ասել գիտակցաբար մոլորեցնում է, հո իմպիչմենտ չի, ասենք կա, չգիտեմ, ավետարան, կա Ղուրան, չէ, կա ասենք վեդաներ եւ այլն եւ կա իմպիչմենտ։ Ասենք հո իմպիչմենտ չի, որ չմոլորեցնի։ Դե բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք իմպիչմենտի նախաձեռնողը չեն։ Ես լավ, եթե ինքը չի իմպիչմենտի նախաձեռնողը, ապա այդ դեպքում ով է։ Եթե ինքը չի հանդիսանում այդ նախաձեռնողը, ապա ով է։ Դա ասած հետևեք այդ մարդկանց Facebook-յան էջերին։ Այդ մարդիկ ովքեր են։ Անուններ չտվեց, ես չեմ ճանաչում։ Ես ճանաչում եմ բոլորը գրեթե, ուրեմն հանրապետական կուսակցության անդամներին կամ այդ կուսակցության սատելիտներ։ Եվ այստեղ ես չեմ հասկանում, մարդիկ լավ, միթե չեն մտածում, որ իրենց լսում են գոնե միջնակարգ կրթություն ունեցող մարդիկ, գոնե տառաճանաչ մարդիկ, գոնե ասենք, չգիտեմ, երկու գումարած երկուսը հասկացող մարդ, այս մարդիկ չեն հասկանում, որ հայկական լսարանում մեծապես մարդիկ են, ովքեր չասեն, որ շատ խելացի են, բայց գոնե գիտեն երկու գումարած երկու ինչի է հավասար։ Նայել մարդկանց այս դեպքում տեսախցիկներին եւ փորձել ուրեմն երկու անգամ երկուսը ներկայացնել 8 անգամ 6, ես սա չգիտեմ մարազմի, որ այլևս ո՞ր ժանրից է եւ սրան այլևս ինչ գնահատական պետք է տալ։ Եվ որքան էլ ինչ վերաբերում է բունի այդ իմպիչմենտին, մենք տեսանք, որ դա ինչ որ սին ու փուչ նախաձեռնություն է։ Չէ, ինչի ասում են նոր փուլ ենք մտել, այս փուլում պետքա անկախ կոչված падգամավորներին համոզենք։ Ում են համոզելու անկախ կոչված Գեգամ Իրենց Նազարյանին, խմբակցությունից Իշխան Իշխան Զաքարյանին, Զաքարյանին, Հայաստան դաշնակցից դուրս գնաց, այո։ Գեգամ Նազարյանին ԿՊ-ից դուրս ես իրենց խորհուրդ կտամ հենց Իշխան Զաքարյանից թող սկսեն, որովհետև բա որ փողը հետ ուզի։ դե հիմա ես արդեն չեմ ուզում ուրեմն հաշվել իրենց փողերը, սա միայն ծիծաղ է առաջացնում եւ սա անլրջացնում է հայկական ներքաղաքական դաշտը, սա իր մեծ վնասը իրապես տալիս է Դա Հայաստանի։ բան ասական, դες համար հասկանալի է, թե Միքայել Մինասյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը նաեւ իրենց գլխավորությամբ ինչու են հայտնվել մարազմի մեջ։ Լավ, իրենք վստահաբար հասկանում են, չէ, որ այս մարազմը ոչ մի բան չի տալիս իրենց։ Եթե դու Բացի վնասներից որ իրանք կրում են։ Եթե դու դիմացինին մեղադրում ես ինչ որ քայլ արած լինելու մեջ
եւ քո մեղադրանքի ընթացքում դու դուրս ես գալիս քո հետքի վրա, եթե դու դիմացինին մեղադրում ես խաբելու մեջ եւ այդ մեղադրանքի վերջում հասկանում ես, որ դու քեզ ես մեղադրում խաբելու մեջ, այսինքն այն գործիքակազմերը, որոնք կիրառում ես եւ այն մեղադրանքները, որոնք դու բանեցնում ես, վերջում դուրս ես գալիս քո հետքի վրա, ինքնին դու ընկնում ես արդեն մառազմի մեջ։ Եվ ինչու խոսեցի այն մասին, որ սա մեծ վնաս է տալիս, որովհետև մենք այն վիճակում չենք, որ պետք է մեր քաղաքական ներքին օրակարգերը վերածենք մառազմի։ Եթե ուրեմն Սերժ Սարգսյանի թիմում կամ առհասարակ Հայաստանում գոյություն ունեն մարդիկ, ովքեր մտածում են, որ Լուլուն, Աներձակ Հրաչը, չգիտեմ, Հովհաննիսյանը, Արթուրը պետք է իրենց ձայները տան հանրապետականներին, սա կրկին մառազմ է։ Չի կարող ուրեմն գրեթե բոլորը նախկինում հանրապետականների հետ կապ են ունեցել։ Գրեթե բոլորը հանրապետականների հետ կապ են ունեցել, բայց հիմա իշխանությունն իրենցն է, փառքը իրենցն է, փողն իրենցն է։ Ինչ հետաքրքրություն պետք է ունենան ուրեմն այլևս սպառված կուսակցության հետ որևէ գործարքի գնալուց։ Ինչ հետաքրքրություն։ Փող չունեն, թե հնարավորություններ չունեն, թե իշխանությունը իրենց չի, թե ուժայինները իրենցը չեն։ Իրենց այդ գործ չեն բռնի, Արման Թաթոյանի հետ կբռնեն։ Ված տարբերակ է։ Հատկապես երեք վստահ եմ լսեցիք ելույթը, Արման Թաթոյանի ելույթում ոչ մի բառ Արցախի մասին, հետո ասուլիսում լրագրողները ստիպեցին դրա մասին խոսել, եւ այդ Արցախի դրվագում եւ լրագրողների պնդմամբ ինքը խոսում էր, ինքը խոսեց այն մասին, որ իշխանությունները ոչ թե հանցագործություն են գործել Արցախի նկատմամբ, այլ կոպիտ սխալներ են արել։ Հիմա արդյոք ԿՊ-ի համար նախընտրելի չի աջակցել մի ուժի, որը իրենց ոչ թե հանցագործ է համարում, այլ կոպիտ սխալ գործողներ։ ԿՊ-ի համար նախընտրելի կլինի աջակցել այդ ուժին, եթե ԿՊ-ի գեոքաղաքական եւ աշխարհաքաղաքական տերերը հրաման տան աջակցել այդ ուժին։ Սա մեկ։ Երկրորդը, Արման Թաթոյանը իր բնույթով ինքը կոսմոպոլիտ անձնավորություն է։ Նա նեոլիբերալ է։ Եվ թե իր կերպարով, անհատի կերպարով, թե իր պատկերացումներով, թե իր քաղաքական ուղով, եւ առհասարակ այդ մարդը, որ նայում ես իր ողջ կենսագրությունից սկզբից մինչև մեր օրերը, հստակ երևում է, որ մարդը ունի լիբերալ հայացքներ։ Մարդը չի կրում ազգային արժեհամակարգ եւ այլն, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող իրեն պարտադրել եւ գիտեք, իշկա, որ գեոքաղաքական ասպեկտում եւ արտաքին քաղաքական ասպեկտում Արման Թաթոյանի պատկերացումները մինիմում եւ Նիկոլ Փաշինյանի իր թիմով ամբողջովին նույն հովանոցի տակ կարող են տեղավորվել եւ հայկական ներքաղաքական դաշտում առհասարակ եւ ընդհանուր առմամբ այդ պատկերը բացառությամբ 1-2 անհատի կամ 1-2 քաղաքական միավոր։ Դե պիտի ասեն, ինչ քաղաքական միավոր հայտնվում է, թիրախավորում եք։ Ես դա իմ մոտ ռուսերեն ասած պրինցիպիալ է, ես չեմ սիրում նեոլիբերալներին։ Եվ ում մեջ ես տեսնում եմ նեոլիբերալիզմի տարը, ես թիրախավորելու եմ։ Կապ չունի դա ինչքանով հաճելի կլինի այս կամ այն խմբերին կամ ինչքանով տհաճ կլինի։ Այստեղ գաղափարական ուրեմն ֆակտոր գոյություն ունի եւ ես նույնը նաեւ կհորդորեմ մեր ունկնդիրներին եւ առհասարակ մեր ժողովրդին, որպեսզի իրենք իրենց ուրեմն հայացքների հիմքում ունենան որոշակի գաղափարներ եւ որոշակի մեծ հաշվով չեք համարում, որ երկարաժամկետ պլանում այնուամենայնիվ այն մարդիկ, որոնց գործունեությունը նմանվել է մառազմի, երկարաժամկետ պլանում իրենք հաղթելու են Հայաստանը, որովհետեւ տեսեք, բավական չի իրենք կան, տարբեր թիմեր են ստեղծում, հա, տարբեր անուններ, մեկը լիբերալ է, մեկը տրանսգենդեր է, մեկը, չգիտեմ, ինչ էր ԿՊ նոր բաներ, բինար է, մեկը ոչ բինար է, չգիտեմ, մեկը ազգայնական է, մեկը ֆաշիստ է, մեկը սոցիալիստ է, այսպես մեծ պալիտրա կա, իրենց ձեռքի տակ, եւ ֆինանսական անսպառ աղբյուրներ։ Արդյոք երկարաժամկետ պլանում էլի Հայաստանը չի հայտնվելու մարդկանց ձեռքին, որոնք Փաշինյանի հետ նույն քաղաքական հովանու ներքո են։
Երկարաժամ կետ ուրեմն պլանում չեմ կարծում եւ կարճաժամկետ պլանում էլ հավանականությունը գրեթե զրոյական է եւ ավելի շատ այսպես ասեմ, եթե երկարաժամկետում հավանականությունը 0% է, ապա կարճաժամկետում 1% կարող է լինել, որովհետեւ գոյություն ունի գեոքաղաքական բևեռների եւ քաղաքակրթությունների բախում եւ գոյություն ունի հսկա շահեր կոնկրետ մեր տարածաշրջանում այս կամ այն գերտերությունների զիջողականության կամ պահանջատիրության արդյունքում կարող է Հայաստանում ձեր նշած ուժերը կարճաժամկետ ուրեմն իրավիճակում գրավել Հայաստանի Հանրապետության ղեկը իշխանությունը, բայց եթե մենք ունենք քաղաքակրթական ուրեմն կրիզիս եւ մենք ունենք գաղափարախոսական ուրեմն կրիզիս, ապա մենք անընդհատ առերեսվելու ենք այս պարագայում կարճաժամկետ Նիկոլների իշխանության գալուն։ Մի քիչ բոյով Նիկոլ, մի քիչ կարճաժամկետը 7 տարին կարճաժամկետ չի։ Եթե մենք վերցնում ենք նորանկախ Հայաստանի պատմությունը, կարճաժամկետ չի, բայց եթե մենք վերցնում ենք հայկական ընթացքը, հայկական հասկացանք, բայց այս մի երկու Նիկոլ Էլգա, մեկը կոլոտ, մեկը բոյով մենք դժվար չի որ մենք մեր ձգենք ուղու ընթացքում Նիկոլներ քիչ ենք ունեցել, ուղղակի այս մեկը մի քիչ ավելի Նիկոլ էր։ Եվ ինչու եմ ասում, որ արևմուտքը իր գործիքակազմերով եւ փափուկ ուժի գործադրմամբ կարողանում է կերտել տարբեր ձևի, տարբեր չափի Նիկոլներ եւ հեչ պարտադիր չի, ես կարծեմ այս մասին մի գրառում ունեմ արած անցած տարի, որ նայեք, եթե հայ ազգաբնակչությունը ձանձրանում է պայմանական որևէ Նիկոլից, ձանձրանում է ատամնաշարժ ունեցող, փնթի եւ այլն Նիկոլից, արևմուտքը շատ հեշտությամբ կարող է կոկիկ, գեղեցիկ, հարդարված, այսպես խորագետ ներկայանալու այսպես մոտիվներ ունեցող Նիկոլ ստեղծել։ Արևմուտքի համար եւ քաղտեխնոլոգների համար արևմտյան դա ընդհանրապես խնդիր չէ։ Ես ինչու եմ ասում, որ մեր ազգաբնակչությունը եւ ժողովուրդը առավելապես շեշտվեն անհատի կերպարի վրա, որպեսզի այդ անհատը որ կերպարում էլ իրենց ներկայանա, իրենք հաշվի առնելով այս պունկտերը, այս ուրեմն կետերը, իրենց համար հստակ կլինի, մարդը ազգային մարդ է, թե չէ։ Դա Հայաստանում կարծեք թե երբեք ավանդույթ չի եղել։ Ինչու, որովհետև իր գործունեության ամբողջ ընթացքում ես չեմ լսել եւ երեկել ամբողջությամբ փնտրեցի չգտա մի բառ, որտեղ օրինակ Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանի անուն ազգանունը տալով օբյեկտիվ մեղադրանք հնչեցնի։ Այսինքն Թաթոյանը ավելի շատ քաղաքական դաշտում նման է Եվրոդիտորդի, այն որ մենակ հերատակ ունեն ու հիմար զեկույցներ, որը ոչ մի օգուտ չի տալիս։ Բայց հասարակություն դրանով չի հետաքրքրվում։ Օրինակ հասարակության էր փորձում հասցնել ասել լավ ժողովուրդ, եթե այս մարդուց ակնկալիք ունեիք, ինքը որպես իրավապաշտպան էր, չէ՞, հանդես գալիս։ Իր իրավապաշտպան հանդես գալու ժամանակ դատարանում սպանվեց Արմեն Գրիգորյանը։ Մի բառ, կես տառ անգամ չի ասել այդ դեպքի մասին։ Ինչու՞, որովհետև Արմեն Գրիգորյանը խիստ ընդդիմադիր էր Նիկոլ Փաշինյանի եւ կարող է Փաշինյանը բարկանար։ Այլ դեպք ասեմ, արդեն մեր անձնական փորձառությունից։ Իր միպ լինելու վերջին ընթացքին մեր այս գրասենյակի վրա գրասենյակ եղել է ներխուժում։ Դիմակավորված մարդիկ, որոնց մեկը նաև զենք է ունեցել իր մոտ։ Հա? Արման Թաթոյանը որևէ բառ անգամ չասեց դրա մասին, ավելին ես դիմեցի իր աշխատակազմին, որ ինչու՞ չեք արձագանքում։ Ասում եմ, պարտադիր պետք է գրավոր դուք դիմեք, որ խնդրում ենք պարոն Արման Թաթոյան։ Հետո նայում եմ ԿՊԱ-կան քարոզչամիջոցի մի լրագրողիկ, որին ուղղակի մեկնաբանություն էին գրել։ Արման Թաթոյանն այնպեսի արագությամբ էր ոստիկանություն դիմել, որ հասեք, պաշտպանեք, վատ կոմենտներ են գրում։ Դե ես մեր մասին կոմենտների մասին չեմ էլ խոսում։ Ինչու հայ հասարակությունը չի հարցնում, ով է այս մարդու գործունեությունը նայենք։ Նայում են, այսինքն ինչու ամեն ինչ մեր հասարակությունը ինչու մեն աչքերով սիրում, այլ ոչ ուղեղով, ականջներով, լսի, տեսնի, այս մարդը ինչ է անում, եւ ինչու են միայն արտաքին տեսքին տեսնում։ Սա մեր հասարակության ուրեմն հավաքականությամբ
ամենալրջագույն ախտերից եւ ամենալրջագույն հիվանդություններից մեկն էր։ Եթե մեր հասարակությունը 2018-ին կարողանար տեսնել, թե ով է ղեկավարում համաժողովրդական ալիքը, մենք այսօր այս իրավիճակում չենք լինի։ Եթե մեր հասարակությունը հիշեր, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանը, ինչ կապեր է ունեցել, մարդկային ինչ տիպի անհատականություն է նա, մենք այս կարգավիճակում չենք լինի։ Հասկանում եք, հասարակությունը ինքը կենթանի օրգանիզմ է, ինչպես մարդ անհատն է կենթանի օրգանիզմ, հավաքական հասարակությունն էլ է կենթանի օրգանիզմ։ Ներողություն եմ խնդրում, պարոն Ասատրյան։ Ես որպեսզի միայն Թաթուանի վրա չֆիքսեմ, եկեք Էդմոն Մանուկյանի օրինակը տեսնենք։ Բարդը Նիկոլի ձեռը բռնած, ոնց են հերը տղու ձեռքը բռնում։ Նիկոլը որպես հայր դրա ձեռը բռնած գնացին Արցախը հանձնեցին։ Դա էլ շատ ճակերտավոր ասած, հրաշալի կերպով Պետոյի մոտ բացատրում էր, թե ինչու պիտի Արցախը հանձնվի։ Պրահան էս ինչ լավ բանակցություններ են, հետո Արցախի անկումից հետո ասում բացատրում էր, թե ինչու պիտի Արցախի պետական ինստիտուտներ Հայաստանի տարածքում չգործեն։ Հիմա այնպիսի առոգանությամբ է անդիմադիր դիրքերից խոսում, որ մի բան էլ մտածում ես, որ չճանաչես, որ մեր Էդմոնն է, որ գծերից ընկած է վաղուց։ Կասես սա անդիմադիր դաշտի դատավորն է, ինքը պետք է ասի ով առաջադրվի, ով չառաջադրվի, հա։ Երեք տեսա դժգոհում էր, որ Սերժ Սարգսյանի կվադրոբերները իրան քննադատում են, ասում ես Նիկոլին եմ քննադատում, Սերժ Սարգսյանի կվադրոբերները ինձ։ Այո, մոռացան, որ մի ժամանակ Նիկոլի կվադրոբերը իր աշխատում, դու Դավիթ Խաժակյան, հանրայինից տուն չէի գալիս, անդիմության թիրախավորելու գործը ձեզ էր վստահված։ Բայց հասարակության մեջ կա ինչ-որ շերտ, իհարկե շատ փոքր, բայց պիտի այդ փոքրն էլ չլներ, այսինքն սա գուպի հիշողություն է, ինչա մարդկանց մոտ։ Ախր Էդմոնն է, էս մեր Էդմոնն է, Նիկոլի տղեն է, քաղաքական իմաստով Նիկոլի տղեն է, որ ձեր բնած Արցախը հանձնեցին։ Էսով է որ սա անդիմությունից խոսար։ Այնքան է համամիտ չէ, որ քաղաքական իմաստով Նիկոլի տղեն է, քաղաքական իմաստով Նիկոլի հորքուրի տղեն է, կամ հորեղբոր տղեն է։ Իսկ ինչ վերաբերում է, եկեք այսպես Բայց հաստատ ինքը մեր քերին չի։ Ոչ, ինքը հաստատ մեր քերին չի։ Գիտեք ինչ կա, հայտնի խոսք կա, չէ՞ որ հասարակությունը դու ժողովրդին կարող ես խաբել մի անգամ, երկու անգամ, բայց անդադ խաբել չես կարող։ Ցավալիորեն Հայաստանում էլ կարող ես անընդհատ եւ երկար խաբել։ Մենք սիրում ենք, չէ՞, աշխարհից ամեն ինչով տարբերվենք։ Այս սրանով հաստատ տարբեր։ Հա, սրանով հաստատ ենք տարբերվում, որովհետև գերմանացուն մի 5 տարի կարաս խաբես, անգլիացուն հնարավոր 4 տարի խաբես կամ եւ այլն։ Ինչու ենք մենք այսքան երկար խաբնվում։ Սրա հիմքում ընկած է կրկին, ուրեմն միջակության ռոպագանդան եւ ժողովրդի կրթական եւ ինտելեկտուալ ցենզը։ Իրականում էկրանը ինքը որպես փիլիսոփայություն ունի ամենագերակշռող ազդեցությունը, ուրեմն հայ մարդու վրա։ Հայ մարդը ամենտեղ եւ ամենուրեք սպառում է էկրանում տեսածը։ Իսկ էկրանում ցուցադրվածի 90-ից ավելի տոկոսը դա տեղեկատվական աղբ է, դա տեղեկատվական հիպնոզ է, դա դեգրադացիա է, դա միջակություն է, պոռնոգրաֆիա եւ այլն եւ այլն։ Կարծես մի այսպես անտեսանելի ուժ գոյություն ունի, այսպես մի քիչ միֆական բան ասեմ, էլի, որ անդադ չի ուզում, որ այս մեր ժողովուրդը կամ այս մեր երկիրը մի քիչ ավելի կրթվեն, մի քիչ ավելի կատարելագործվեն, ավելի այսպես մեդիա գրագիտություն ունենան։ Դու եթե տեսնում ես մի հաղորդում, որտեղ մի հստակ վերլուծությունը, բավականին գրագետ եւ գրավիչ խոսքը հավաքում է, ասենք 5000 դիտում, օրինակ, նույն լրատվականում, նույն տաղավար, եւ կողքից տեսնում ես մի հիմարություն նույն լրատվականով, ասենք ինչ որ մի էքստրասենս ասում է, որ կիսաստղեն գնելու է կործանի Ստամբուլը, կոնկրետ Ստամբուլը։ Հա։ Դու տեսնում ես այնտեղ 100,000 դիտում։ Այսինքն այստեղ արծրոնական ստերին Բայց այստեղ արդյոք պետք է վերադառնանք կրթական համակարգին, մշակութային միջավայրին, որը ձևավորվել է անգամ Նիկոլ Փաշինյանից առաջ, եւ սրա մասին պիտի շատ անկեղծ խոսենք։ Շատ պետք է։ Տեսեք, ես ասուլիսում առաջարկեցի երկրորդ նախագահային խոսել նաեւ իր իշխանության տարիների սխալներից եւ այդ թվում նաեւ Թալանից, որ եղել է կամ
մի խոսքով այն սխալները, որոնք կան։ Եվ օրինակ ամենակարևոր սխալներից մեկը պիտի լինի մշակութային դաշտը բացի թողի կամ մշակութային դաշտը վստահել այդ մարազմատիկ մտքեր ունեցողներին, որովհետև մենք հիմա շատ ենք ասում, թե կարգին հաղորդումները ինչ արեցին այս հասարակության այդ եկեղեցու դերը ոնց թույլատրեցին, այդ կարգին հաղորդումները ամենապիկը եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, եւ սրա մասին էլ պիտի խոսվի։ Պիտի խոսվի այն իմաստով, թե ինչու դա վստահվեց այդ մարդկանց, այդ հայտնի մարդու փեսային, ինչու թույլ տրվեց, ինչու չնկատվեց, հա, որովհետև հասարակությունը այո դեգրադացվել է մեր։ Եվ դրա համար 2021-ին հազարավոր մարդիկ հավատում են, որ Ռոբերտ Քոչարյանը իր նկուղում գերիներ ապահովում, հիշում եք։ Այո։ Սա պատերազմի հետ կապված չլիներ, զավեշտալի կլիներ, ու եթե մեր հետ կապված չլիներ, զավեշտալի կլիներ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի ղեկավարներից մեկը իր նկուղում ինչ-որ գերիներ ապահովում։ Այո։ Բայց նայեք։ Մենք պետք է խոսենք այդ սխալը, երբ պիտի խոսենք այդ սխալների մասին։ Ես չգիտեմ, բայց ձեր առաջարկը ես միանշանակ ուրեմն ընդունում եմ, որ ժողովրդի հետ շփումների ժամանակ դու ոչ միայն պետք է ասես, թե դու ինչ ես արել, դու պետք է նաև ասես, թե դու ինչ կարող ես անել, որ չես արել, կամ ինչն ես սխալ արել, որովհետև ժողովուրդը նաև այդ սպասումներն ունի եւ ինչ վերաբերում է կարգին հաղորդումներին եւ այլն, կհիշեք, որ այդ թվականներին 2000-ականների սկզբներին ուրեմն այսպես մի հատ անցումային պերիոդ էր։ Կհիշեք, ասենք այդ սովետից մնացած հեռուստացույցները այդ ժամանակ են փոխարինվում արդեն գունավոր հեռուստատեսությամբ եւ այլն սովետական ուրեմն գրադարաններ բոլորիս տներում կային, աստիճանաբար դրանք իրենց դերն ու նշանակությունը նվազում էր, որովհետեւ գadgetների ստեղծումը, նոր տեխնոլոգիաների ստեղծումն ավելի հետաքրքրական էր եւ համացանցը մեր ժողովրդին շատ ահավոր ձևով փչացրեց, բայց գիտեք ինչ կա, այստեղ մի հատ անցումային ուրեմն պերիոդ կար եւ դրանով էր պայմանավորված հիմնականում այդ մեդիա դաշտի, այդ միջակության քարոզը, միջակության ռոպագանդան, կհիշեք ԱԼՄ էլ գոյություն ուներ, ինչ որ գալի երգում էին, ինչ ցածրարժեք բաներ կային, դրանք նոր կայացված մեդիա տիրույթներ, մեդիա աշխարհներ եւ չմոնոպոլացված մեդիա աշխարհներ, այսինքն ամեն մեկը փորձում էր իր ձևով որոշակիորեն կայանալ, ունենալ իր լսարանը։ Դա համաձայն որ պետությունը իրավունք չունի։ Բայց այստեղ իհարկե, որովհետև ես եթե ուրեմն կրում եմ ազգային ավանդական արժեքներ եւ դեմ եմ օրինակ տրանսգենդերներին, ես ամեն օր լինելով մանկահասակ երեխա, ես ամեն օր տեսնում եմ, թե կարգին հաղորդման մեջ ինչպես է տղամարդը կնոջ շորերով հագնված այս կամ այն միմոսությունն անում։ Ես դեմ լինելով, կրելով այդ ազգային արժեքները, ես այդ ամեն ինչի վրա դիտաղում եմ։ Այսինքն ես սպառում եմ այդ քարոզը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունեի այս ամեն ինչը չհասկանալ։ Բայց վերևներում նստածներ, ու սա գիտեք, ոչ միայն ղեկավարի խնդիրն է, սա համակարգի խնդիրն է։ Այսինքն պետք է ներդրվի պետության մեջ այդ մեխանիզմը, որ ժողովուրդը քաղաքակրթական եւ անբարոյական ուրեմն խոտան չսպառի։ Հասկանում եք, այսքան էլ խոսքի դա ուրեմն ազատության ժամանակաշրջան է, տեղեկատվական տեխնոլոգիա, բայց ով է ասել, որ դու պետք է ուրեմն խոտանը սպառես։ Օրս լսում էի Նեթանյահուին, Իսրայելի վարչապետին, ով հայտարարում էր, որ իրենք որպես պետություն պիտի ամեն բան անեն ձեռք բերելու աշխարհի գերժամանակակից եւ գերճշգրիտ ու ամենահզոր զենքը, այն է X սոցիալական ցանցը եւ TikTok-ը, ասում են X-ում դեմ այնտեղ մեր ընկերն է, մենք խնդիր չունենք Elon Musk-ի հետ, այդ TikTok-ը մենք պիտի այդ գործարքը կայանա եւ մենք պիտի գնենք դա։ Ահա այստեղ տեսնում ես, թե ինչ կարևոր դերակատարում ունի տեղեկատվական աղբյուրները, սոցիալական ցանցերը եւ գիտեք, եթե անգամ միամտաբար շատ վատ ենք արել, մենք այդ բանը բաց ենք թողել, որովհետեւ հիմա էլ ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտում մեդիայի դերակատարումը, հոսալու դերակատարումը թերագնահատվում է, մտքեր առաջ տանելու բան թերագնահատվում է, որ եթե արևմուտքը այստեղ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարներ է ծախսում, որ հայկականության ուղին շեղի, թեպետ վաղուց արդեն շեղված է, բայց հիմնավոր էսպես այլ ուղղության վրա դնի,
Հակառակ գործի համար փող չի ծախսվում։ Ես ավելին տեսնում եմ, որ ասում են դե արդեն իվեր եթերների տակ հաճախ գրում են խոսալու ժամանակը անցել է։ Ժողովուրդ, եթե խոսալը այդքան կարևոր չի, ապա արևմուտքը ինչի՞ այդքան փող ծախսում նույն էս խոսալու վրա։ Ի վերջո ամեն ինչ սկսվել է խոսքից, Իհարկե սկզբում աշխարհի արարումը։ Ահա։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտեմ զրուցում եի վերլուծաբան Գագիկ Ասատրյանից, տեսություն կհանդիպենք։